Այսօր ջրամատակարարման ընկերությունը Վիոլա ջուրը հայտարարեց, որ մայիսից սկսած մինչև սեպտեմբերի 15-ը Երևանի մեծ մասը օրական 7 ժամ ջուր չի ունենա։ Ինչպես գիտեք, մեր հիմնական նպատակը մարդկանց մասին, մարդկանց կյանքի վրա ազդող փոփոխություններ բերելն է եւ լավարկումներ անելն է։ Ինչու է սա կարևոր։ Ժամը 12-ից մինչև առավոտ ժամը 7-ը մեր երկրում, մեր երկրի մայրաքաղաքում 21-րդ դարում 100,000-ավոր բնակիչներ ջուր չեն ունենալու։ Ու սա մեր պետական ռազմավարության ընդհանրապես սխալ քաղաքականության հիմնական կիզակետն է, արդյունքն է։ Պետությունը ունի 3 հիմնական ենթակառուցվածքային ուղղություն։ Առաջինը ջուրն է, երկրորդը գազը, երրորդը էլեկտրականությունը։ Ջրով մենք հասել ենք նրան, որ Երևան քաղաքում 21-րդ դարում մի շիշ ջուրը օրական 7 ժամ անհասանելի է լինելու Երևանի 100,000-ավոր բնակիչների համար։ Արդեն կտրած է։ Ինչ վերաբերում է էլեկտրականությանը, վերջի 4 ամիսների ընթացքում անցած տարվա համեմատ Հայաստանում անջատումների քանակը բարձրացել է 40%-ով։ Մենք ունենք տոտալ կոլապս, էներգետիկայի ոլորտում նույնպես 40%-ով աճ էլեկտրաէներգիայի անջատումների մեջ։ Ջրի մեջ ունենք անկում մատակարարման, էլեկտրաէներգիայի մեջ ունենք աճ անջատումների եւ մեր արտաքին քաղաքականության, սխալ քաղաքականության արդյունքում մենք վտանգում ենք նաեւ գազամատակարարումը մեր երկու հարևան երկրների հետ հարաբերությունները վատացնելու միջոցով։ Սա շատ կարևոր մարտահրավեր է մեզ համար, ջուրը անհրաժեշտություն է, ջուրը ճոխություն չէ։ Եվ մենք պետք է այս հարցը կարողանանք լուծենք նորմալ կառավարման արդյունքում մեր երկրում սա պետք է հարց չլինի։ Բժշկական հաստատությունները պետք է 7 ժամ ջրից զրկված չլինեն։ Ճիշտ կառավարումը սրանից է սկսվում։ Այսօր մենք ուզում ենք ներկայացնենք այս խնդիրը մեր հանրությանը, ներկայացնենք, որ ինչպես ջրի ոլորտում, ինչպես էլեկտրաէներգիայի ոլորտում, այնպես էլ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ ուղղակի պարտված քաղաքականություն։ Հայաստանը, որ դուք հասկանաք, Հայաստանում ամեն քաղաքացու բաժին է ընկնում տարեկան 3200 կուբամետր ջուր, որը աշխարհի նորմայից 2 անգամ ավել է։ Ամբողջ աշխարհում 1800 կուբամետր է միջինը։ Մեր ջրի կորուստը մեր երկրում 65% է կազմում։ Այսինքն ընդհանուր 100% մատակարարված ջրից քաղաքացուն հասնում է 35%-ը միայն։ Որպեսզի դուք համեմատեք էլեկտրաէներգիայի մեջ Հայաստանի էլեկտրական ցանցերի կորուստը մենք իջեցրել ենք 6%-ի։ Ջրի մեջ 65% կորուստ ունի համակարգը։ Սա ոչ էֆեկտիվ կառավարման արդյունք է եւ պետական քաղաքականության բացակայության արդյունք է։ Ամենամեծ, ամենաջրառատ երկրներից մեկը տարածաշրջանի չի կարող բախվել այս խնդրի հետ։ Ջուր կա, կառավարում չկա մեր երկրում։ Պարոն Կարապետյան, քաղաքացիները անխնայողաբար չեն օգտագործում ջուրը։ Օրինակ, գյուղերում ես տեսել եմ, որ գիշերային ժամերին եւ ջուրը եղել է, այսպես իրենց այգիներն են բաց թողում, ոռոգում են եւ այլն։ Իդեր ոռոգման ջուր կա, չէ՞, տրամադրում, այսինքն խմելու ջրով ոռոգում են այլ։ Դուք պատկերացեք 5 միլիարդ կուբամետր Հայաստանը ջրի պաշար ունի, ամեն տարի վերականգնվող։ Մենք ընդհանրապես օգտագործում ենք 170 միլիոն կուբամետր։ Չի կարող Հայաստանում ջրի խնդիր լինել։ Անկամ այն բանը, որը Հայաստանում շատ տարածված ու որը Հայաստանում որևէ խնդիր իրենից չի ներկայացնում, անգամ այդտեղ մենք ունեցանք կոլապս մեր երկրում։ Կորուստների նվազեցում, ինչպես եղել է ժամանակին էներգետիկայի մեջ, ժամանակին 20-30% կորուստներ է եղել։ Իջել է 6%-ի։ Կորուստների նվազեցման քաղաքականությունը պետք է լինի էներգետիկայի գծով փոխնախարար, պետք է լինի էներգետիկայի գծով նախարար ընդհանրապես, պետք է լինեն պատասխանատուներ, ովքեր աշխատում են ջրային կորուստների նվազեցման ուղղությամբ։ Ինչպես կարելի է 65% կորուստ ունենալ ու մարդկանց ասել ջուր մի սպառեք։ Պարոն Կարապետյան, այս թեմայով ավելի մեղմ է Վիոլա ջրի, անօրինակ հեծին այն դեպքում, երբ որ դուք երկուսներ եզակի օպերատորներ եք, ինչով ասապայման։ Սա ընդհանրապես կառավարության քաղաքականության ձախողման վառ օրինակ է։ Յուրաքանչյուր վայր, յուրաքանչյուր տեղ, որտեղ ուզում եք ձեր մատը դրեք, կա ձախողում։ Ինչպես կարելի է 7 ժամ
ինչի՞ց են, այսինքն ինչի հետևանքով են ջրային ռեսուրսների Մի քանի բան, համակարգային ներդրումների բացակայություն։ Մենք մեծ ներդրումներ ենք արել, որ իջնենք էներգետիկայի մեջ 6% կորուստի։ Համակարգային ներդրումների բացակայություն, ճիշտ կառավարման, պետության մոտեցման, խիստ մոտեցման, այն մոտեցումը, ինչ որ էներգետիկայում է եղել, էներգետիկայում պետության մոտեցման տարբերությունը ճիշտը որ ասեմ, ավելի շատ կառավարման մոտեցման տարբերությունն է շատ մեծ, եւ մենք տեսել ենք այն արդյունքը։ Երբ մենք ասում ենք, որ կորուստը ցանցերում 6% էր, մարդիկ մտածում են դա այդպես էլ պետք է լիներ։ Բայց մենք հիմա ջրի մեջ տեսնում ենք, թե ինչ է կատարում։ Ներդրումային ճիշտ քաղաքականություն, որպեսզի հասկանանք Երևանի ամբողջ կենտրոնը սնուցվում է տասնամյակներ առաջ կառուցված ու շատ վատ վիճակում գտնվող Կուկուռուզնիկի կողքը գտնվող ջրամբարներից, որոնք տասնամյակներ շարունակ չեն վերականգնվել, վերակառուցվել։ Նաև օդում հյուրեր են պատասխանում, որ գազօգուտը հարևան ոչ բարեկամ երկրներին են տալիս, այլ դեռ կարծիքի սրա վերաբերյալ։ Ես չունեմ այդպես ինֆորմացիա, գիտեմ, որ 2024 թվականի դեկտեմբերին համաձայնություն է աշխատանք է սկսվել, դա Ադրբեջանում Ամերիկայի դեսպանատունն է հայտարարել, որ համագործակցություն է սկսել ջրօգտագործման հետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց այդպիսի տեղեկություն իհարկե չկա։ Պարոն Կարապետյան, այս թեմայով մենք այսօր շփվել ենք քաղաքացիների հետ ջրի թեմայով։ Արմատ մեդիան հարցումներ արեց մարդկանցից, կարծիքներ փորձեցինք ճշտել ու բավականին այսպես դժգոհության ալիք կա։ Հիմա ուզում եմ հարցնել, հնարավոր համարում եք օրինակ ընտրությունների նախընթաց իշխանությունը փորձի լուծել այս հարցը բանակցություններով եւ այլն եւ նախընտրական դիվիդենդ։ Դե կարծում եմ Կարելի է շարունակեմ հարցը, ոնց որ թոշակների դեպքում անդադ բարձրացանեցիք եւ ի վերջո 10,000 ու չնչին դրամով, բայց բարձրացեցին։ Հնարավոր է նաև այս դեպքում աղմուկը մեծ լինի եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մինչև մայիսի սեզոնը կարողանան այդ հարցը լուծման գալ։ Թոշակների առումով ես համարում եմ, որ սա ընդհանուր ընդդիմության եւ իշխանության կողմից վտանգի զգացողության արդյունքն էր, որովհետեւ որpիսի դուք պարզ հասկանաք, պետական բյուջեում չկար դրված թոշակը բարձրացնելու ծրագիր։ Պետական բյուջեն ընդունվել է 2 ամիս առաջվա ծրագրով, մենք չունենք թոշակը բարձրացնելու, պետությունը չուներ։ Եվ մենք սա համարում ենք հաղթանակ, մենք ուրախ ենք այս փաստի համար, որ վերջապես այսքան տարիներ հետո թոշակի այսպիսի բարձրացում եղավ։ Այստեղ նախընտրական դիվիդենդ Ասեմ, դուք թող մարդկանց համար դրական ազդեցություն թողնի, մարդիկ ովքեր 35,000 դրամ են ստանում, թող իրենց համար դրական ազդեցություն թողնի, մեր մարդիկ ունեն բարձր իրավագիտակցություն, բարձր գիտակցություն, կարծում եմ, որ ինչ էլ ուզենան անեն, մարդիկ իրենց կարծիքը կասեն, բայց վերջապես մարդկանց դրական արդյունք եղավ։ Այսքան տարիներ հետո լուրջ փոփոխություն եղավ։ Բյուջեում չնախատեսված աճ ճնշման արդյունքում, վտանգ զգալու արդյունքում իրենք նախատեսեցին եւ թոշակները բարձրացրեցին։ Սա չէ հաղթանակը, Նարեկ ջան։ Դուք նշում եք, որ 8 տարի մատին չէին տալիս թոշակ բարձրացնել համար, բայց չէ կարծում, որ ձեր այս հայտարարությունը մանիպուլյատիվ է այն առումով, որ 2018 թվականին թոշակը նվազագույն եղել է 16,000, կարծեմ 600 թե 900 դրամ, բայց այս տարիների ընթացքում հասել է մինչև 36,000։ 21 թվականին իրենք հայտարարել են, որ միջին թոշակը պետք է լինի 60,000-ից ավել։ 21 թվականից հետո 5 տարվա ընթացքում միլիարդավոր դոլարներ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստանի բյուջե մտնելուց հետո 49,000 դրամը չի անցել։ Իրենց խոսք տված թվերը չեն կատարել իրենք։ Ու մինչև վերջի այս process-ներն էլ, մինչև մեր process-ների մեջ ներգրավելն է, ոչ մի կանխատեսում չկար, որ իրենք պետք է վերանայեն։ Բյուջեում դրված չէր դա։ Սա ցույց է տվել, սա ցույց է տալիս տարի չեն բարձրացվել։ Մենք տեսնում ենք վերջի 3-4 տարին, 21 թվականի վերջի 3-4 տարին մենք տեսնում ենք, որ նախանշած ցուցանիշի հետ համեմատած որևէ լուրջ տարբերություն չի եղել։ Իսկ ընտրություններից առաջ, անգամ եթե ընտրություններից առաջ է, այս աճը մենք ողջունում ենք, սա հաղթանակ է, սա ճիշտ քաղաքականություն է, լավ կլիներ, որ սա նաև հակառակ համեմատական ունենար պարգևավճարների հետ, պարգևավճարները վերանայվեին դեպի նվազում, իսկ թոշակները վերանայվեն դեպի ավելացում։ Սա մեր կողմից, մեր ընդդիմադիր նաև որոշ գործընկերների կողմից աշխատանքի արդյունք է, նաև վտանգի զգացողության արդյունք է։ Բայց չեք կարծում, որ անհավասար պայմանների իշխանական լծակները վերջի դրախում նախընտրական Գիտեք, եթե այդ լծակները բերում են մեր ժողովրդի բարօրությանը, թող կիրառվեն։
Պարոն Կարապետյան, արգելեցին օրենքով բարեգործություն անել որոշ ժամանակ առաջ։ Իսկ հիմա իրանք կարծես թե այսպես դիտարկում են, թոշակներն են բարձրացնում եւ մարդիկ քաղաքացիները խոսելիքները այսպես կարծիք են անում, որ սա օրենքով ընդունված ընտրակաշառքի ձև է, լեգիտիմ ընտրակաշառք է։ Կա բարձր գիտակցություն մեր հասարակության կողմից եւ դա չեմ կարծում, որ կունենա այնպիսի ազդեցություն, մարդիկ կհասկանան, որ մեր երկրին պետք է ակտիվ ուժեղ տնտեսություն, որպեսզի կարողանանք հետագայում էլ բարձրացնենք մեր տնտեսության կողմից սոցիալական ոլորտին տրվող ֆինանսավորումը։ Դրա համար պետք է ակտիվ տնտեսական քաղաքականություն։ Ընտրությունից ընտրություն բարձրացնելը դա լուծում չէ։ Էլ եմ ասում, անգամ այս բարձրացման արդյունքում, որի համար մենք շատ ուրախ ենք, մեր երկրում ամենանվազագույն զամբյուղին դեռ չի ասել միջին թոշակը։ Ձեր իշխանության գալու պարագայում նվազագույն կենսաթոշակը ինչքան է կազմում։ Մեր քաղաքականությունը այսպիսին է։ Հայաստանում կա 500,000 թոշակառու եւ 500,000 մոտ թոշակառու, որից տարիքային եւ նաեւ հաշմանդամություն ունեցող եւ մոտապես 800,000 գրանցված աշխատող, որից 600,000-ը մասնավորում, 200,000-ը պետականում։ Որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքականությունը ինչու է կայանում, նոր աշխատատեղերի ստեղծման քաղաքականություն նպատակը ինչ է։ Եթե 200,000, 300,000, օրինակ 3 տարում 200,000, 5 տարում 300,000 աշխատատեղ ենք մենք ստեղծում ենք մեր երկրում, դա բերում է միլիարդավոր դրամների եկամտահարկի վճարում, որի արդյունքում մենք կարողանանք վերանայենք սոցիալական վճարները եւ մեր հասարակության նշանակալի մասի համար ապահովենք բազային մինիմալ զամբյուղի պահանջարկի իրականացում, այսինքն մարդը որ կարողանա իր թոշակով իր համար սնունդը, էլեկտրաէներգիայի վճարը, գազի վճարը կարողանա վճարել։ Պարոն Կարապետյան, եւ այդ բարեգործությունների հետ կապված հակակոռուպցիոն կոմիտեն ինչ որ ուսումնասիրություններ կներեք հարց եմ տալիս։ Հակակոռուպցիոն կոմիտեն ինչ որ ուսումնասիրություններ է սկսել ուսանողների ուսման վարձերի հետ կապված, արդեն ինչ որ անձին հրավիրվել են կառույց, ինչ որ տեղեկություններ ունեք գործընթացից։ Ոչ, Տաշի բարեգործականը տասնամյակներ բարեգործություններով է զբաղվում, կա հազարավոր շահառուներ, դա այնպես չէ որ մինչև մի process-ից հետո մենք այդպիսի մտահոգություն ճիշտ որ ասեմ չունենք։ Ես ուղղակի նայում եմ որ այսօր ունենք միջոցառում ենք երիտասարդների հետ ներկայացնելու ենք մեր տնտեսական քաղաքականությունը երիտասարդներին, եթե դուք ժամանակ ունենաք եւ լուսաբանեք, մենք ուրախ կլինենք նաեւ հետաքրքիր կանցնի դրանից հետո երիտասարդների տեսլականը փոխենք։ Երիտասարդներին այսօր կասեք անցումային փուլում ով է լինելու ուժեղ Հայաստանի վարչապետի տեխնացուն։ Անցումային փուլը նշեմ այն է, որ պետք է սահմանադրությունում փոփոխություններ կատարեք։ Շատ լավ։ Երեք ազատության հարցազրույցը լսել եք։ Նայել եմ եւ պատասխանը չեմ ստացել։ Դուք ասում եք մի ձևակերպում, որ Հայաստանի սահմանադրությունը չկա։ 5 անգամ պատասխանվել է այդ հարցին։